Մոբիլ Ստարտ ավտոդպրոցը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի ասոցացված անդամ է, եւ դա նշանակում է, որ մասնակցում է բոլոր կազմակերպչական գործողություններին։ Դպրոցի տնօրեն Արթուր Այվազյանը այս անգամ էլ նախապատրաստեց մեքենաները մրցմանը, այսինքն տրամադրեց դրանք մեր աղջիկներին փորձնական վարման համար։ Peugeot մակնիշի սպորտային մեքենան եկել էր իր բեռով։ Սրանք մրցման համար նախատեսված հարմարանքներ են։ Ստիկերների ամրացնելը հատուկ արարողակարգ է։ Մոտենում է վիճակահանության պահը։ Այն անցկացնում է Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կանանց ակումբի նախագահ Իրինա Բելուբեկյանը։ Այսպիսի գեղեցիկ համազգեստով նկարվելը հաճելի է։ Իդեպ, այս համազգեստը շատ հարմար է մարմնի շարժունակության համար։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան աստիճանաբար համապատասխանեցնում է մրցումների պայմանները միջազգային չափանիշներին։ Օրինակ, բոլոր նրանք, ովքեր կնստեն Peugeot մակնիշի համալագացված սպորտային մեքենան, պետք է սաղավարտներ կրեն։ Չնայած դժվար թե մեքենան շրջվի այդ վարժությունները կատարելիս, բայց ավտոսպորտում ամեն բան չէ, որ կարելի է կանխատեսել։ Այդ պատճառով կարգ ու կանոնն առաջնային են, սակայն սելֆի անելը չի արգելվում։ Սկսվում է երթուղու ուսումնասիրության փուլը։ Այն շատ բարդ է եւ միանգամից դժվար է ամեն բան հիշել։ Իսկ այս փոքրիկ բուրգերը չեն ընկել, դրանք ուղղությունն են ցույց տալիս։ Ոմանք փորձում են լուսանկարել երթուղին եւ այդ կերպ հիշել այն։ Մրցումների կազմակերպման պատասխանատու Արսեն Մանուկյանը, որն այս գլուխկոտրուկի հեղինակն է, ինքը նստում է ղեկին եւ սկսում է հնդածս ցույց տալ բոլոր խորամանկ հնարքները։ Երթուղուն ծանոթանալու առաջին փորձը կատարում է Գոհար Անտոնյանը։ Ես 13 տարեկանից մեքենա եմ վարել, շատ սիրել եմ, 18 տարեկանում ձեռք եմ բերել իմ առաջին մեքենան։ Շատ մեծ սեր եմ ունեցել մեքենա վարելու հանդեպ։ Մեր ավտոմոբիլային ֆեդերացիայում մենք սովորել ենք առաջի հերթին ճիշտ վարել, կրթվել ենք ինչպես վարել մեքենան։ Եթե մեր քաղաքացիները դիմեն մեր ավտոմոբիլային ֆեդերացիա, ցանկություն հայտնեն սովորելու, ինձ թվում է մեր վթարները Երևան քաղաքին ինչ որ չափով կքչանան։ Նատալիա Ավակյանը նստում է ղեկին, բայց մյուսներն էլ հնարավորությունը բաց չեն թողնում միանալ նրան եւ ուսումնասիրել բարդ հետագիծը։ Նալևա Ղեկին է Մարինա Բարսեղյանը։ Դե Մարինա։ Այստեղ առանձնակի ճշգրտություն է հարկավոր։ Այժմ իրեն է փորձում Նոնա Ալեքսանյանը։ Ղեկին է նստում մեր սկսնակը, Էմմա Վարդանյանը։
Չարլեզուներն ասում են, որ նրա վարելու հրահանգիչը Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի ղեկավար Ստեփան Մարտիրոսյանն է եղել։ Ես խժստում մոտորը, ռուլի հետ կապ չունի մոտորը։ Տենց ուղղա։ 2-0, давай։ Первый день։ Գոհարը եւ Էմման գերադասում են մեխանիկական տուփով սպորտային մեքենաներ, բայց ահա Գոհարը մտահոգ է։ Արսեն Մանուկյանը մեկ անգամ եւս հարկ է համարում նստել ղեկին եւ կրկին ցույց տալ լաբիրինթը անցնելու հերթականությունը։ Ղեկին Ռուզաննա Ենգիբարյանն է։ Չնայած սա սպորտ է, սակայն երթուղին ուսումնասիրելիս մրցակիցները օգնում են իրար։ Իրինա Բալոյանը առաջին հայացքից շատ վստահ է իրեն զգում, բայց ինչպես տեսնում եք, պատահաբար միացրեց դիմապակու մաքրիչները, իսկ այստեղ չհասցրեց արագ շրջադարձ կատարել, իսկ դա վայրկյանների կորուստ է։ Որպեսզի մարզիկների համար հարմար լինի, մեքենան մեկնարկին է մոտեցնում Արսեն Մանուկյանը։ Իսկ սրանք վերջին սերնդի ժամաչափեր են, որոնց աշխատանքը համակարգում էր Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայից մեզ հյուր եկած Հաննի Շաբանը։ Այս մրցումների ժամանակ Ռուզաննան սկսեց հաճախ սխալվել։ Այս անգամ Էմմա Վարդանյանին կարծես չի հաջողվում հուզմունքը հաղթահարել։ Չնայած առաջին մրցման ժամանակ նա իրեն լավ դրսևորեց։ Ես շատ վատ եմ քշել, գիտեմ, շատ վատ։ Սպորտային ուղիները կերտվում են ձախողումների հետ առերեսվելու միջոցով։ Ես դրանից չեմ խուսափում, այդ օրը իմ օրը չէր։ Լավ չեմ քշել, մա ինչ ասեմ։ Բայց հաջորդիվ արդեն կարծում եմ ավելի լավ կլինի, որովհետև բաներ կար, որ օրինակ կյանքում սովորական երթևեկության ընթացքում չէի սովորել, այնտեղ տեղում ասեցի, հա, էս սենց հարվում ու որ միանգամից դրանից հետո ում էլ հարցնում էի, որ այ գիտեք, էս իրավիճակում ոնց է պետք անել կամ էս սենց ոնց պետք է հարցելուց, որ ոչ մեկի մտքով չի անցնում, որովհետև ուղղակի դա մեզ պետք չի գալիս քաղաքային երթևեկության ընթացքում, նույնիսկ ակտիվ դինամիկ երթևեկության պայմաններում։ Մեքենան դժվար է կառավարվում, անխոս, բայց թե իր տարբերությունը կա, ինքը սպորտային է, իր եւ շարժիչն այլ եւ գիդրաուսիլիտիլ չկա, այսինքն ինքը որոշակի ֆիզիկական պատրաստվածություն էլ է նախատեսում։ Ֆիզիկականից ինչ ճիշտն է, մրցումներից առաջ հենց օրը հայտարարել էին, շատ լուրջ մարզվում էի, ձեռներս ահավոր ձևի քաշերով մարզում էի, որ կարողանամ իրան կառավարել։ Բայց մի քիչ երևի թե ավելի շատ դրա վրա էի շեշտը դրել, ոչ թե նաեւ այլ հանգամանքներ, որ միաժամանակ պետք է անեի։ Երբ որ մի акցենտը դրել էի մի բանի վրա, մյուսները թող մնաց երկրորդական, այդտեղ արդեն ամբողջ փաթեթը ոնց որ ասած ձախողվեց։ Իրինա Բալոյանը հաշվարկային մեկնարկի ժամանակ ավելի լավ է իրեն դրսևորում։ Ղեկին Գոհար Անտոնյանն է։ Մենք չգիտենք ինչ արդյունք կցուցաբերի Գոհարը, բայց որ նա բավականին վստահ է, դա փաստ է։ Ղեկին Նոնա Ալեքսանյանն է։ Նա նույնպես շատ վստահ է եւ երթուղին նրա համար բարդ չի թվում։ Մարինա Բարսեղյանը առանձնահատուկ մոտեցում ունի մրցումներին նախապատրաստվելու հարցում եւ բնականաբար վստահ է իրեն պահում։ Նատալիա Ավագյանը անկասկած լավ տպավորություն է թողնում։
Այս ամենը նկարահանվում է նաև հեռախոսով։ Նրանք հետո վերլուծելու են իրենց սխալները։ Ասում են հանդիսատեսների մեջ էր հաղորդավարուհի եւ հայկական սերիալների աստղ Անահիտ Կիրակոսյանը, եւ Արսեն Մանուկյանը նրան հնարավորություն տվեց հանդես գալ մարզիկի կերպարում։ Հնարավոր է, որ հետագայում դա նրան պետք կգա։ Մրցման ավարտին ամենահաճելի պահը՝ դիպլոմների եւ մրցանակների հանձնումը։ Առաջին հորիզոնականում է Գոհար Տեր-Անտոնյանը, երկրորդում Նատալիա Ավակյանը, երրորդում Մարինա Բարսեղյանը։ Ուշադրություն դարձրեք, որ հաճախ պայքարը գնում է վայրկյանների 100-րդականի հաշվարկում։ Նորություն Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայից։ Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիան ձեռք է բերել վերջին սերնդի 2 կարտ երիտասարդ մարզիկների համար։ Գրավիչ է, որ դրանք ժամանել են Իտալիայից արդեն հայկական խորհրդանիշներով զարդարված։ Իսկ թե ինչու այսպես ստացվեց, մենք կպատմենք հաջորդ հաղորդման շրջանակներում։